Հայրենական մեծ պատերազմի մասին հերոսական էջերն անվերջանալի են։ Պատմաբանները դեռ շարունակելու են գրել այդ սխրագործությունների մասին։ Այսօր մեր հաղորդաշարի ընթացքում կանգ ենք առել Բելարուսի կերտած ռազմական սխրանքների վրա։ Եղբայրական ժողովուրդներից մեկը բելարուսցիները կռվել են ընդդեմ ֆաշիզմի, իսկ Բելարուսի ազատագրման համար կռվել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում իհարկե հայերը։ Բելարուսի հերոսական մարտերի, Բագրատիոն գործողության, Մարշալ Բաղրամյանի անուրանալի ավանդի եւ պատմական այլ փաստերի է անդրադարձել հաղթանակի ժամանակը հաղորդաշարը այս մասում։ Մենք ներգրավել ենք Բելարուս գործընկերներին եւս։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ միլիոնավոր մարդկանց արյան մեջ թաթախված ու ավերված երկիրը չհանձնվեց։ Առհասարակ հանձնվելու մասին ոչ ոք չէր մտածում, տարբերակը կռվելն էր։ Բելարուսի բնակչությունն արդեն 1941 թվականի ամռանն ակտիվորեն ցույց տվեց իր կազմակերպվածությունը հայրենիքի պաշտպանության գործում։ Ձեռնարկություններն արագորեն վերածվեցին ռազմական արտադրանքի արտադրության։ Շատ բանվորներ, գյուղացիներ եւ աշխատակիցներ դրսևորեցին հաստատակամություն, նվիրվածություն եւ պատասխանատու վերաբերմունք իրենց վստահված առաջադրանքին։ Հայրենական մեծ պատերազմի տարբեր ճակատներում ռազմական գործողություններին մասնակցել է 1,300,000 բելարուս կամ բելարուսի բնակիչ։ Բելարուսական հողի վրա հայրենական մեծ պատերազմը տևել է շուրջ 3 տարի, 1 ամիս եւ 6 օր, 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1944 թվականի հուլիսի 28-ը։ Այստեղ տեղի են ունեցել լայնամասշտաբ մարտեր եւ ռազմական գործողություններ, այդ թվում Բրեստի ամրոցի հերոսական պաշտպանությունն արդեն պատերազմի առաջին օրերին, Բագրատիոնը, որը մարդկային պատմության ամենամեծ հարձակողական գործողություններից է։ Բացի այդ, նացիստների օկուպացիայից հետո Բելարուսը դարձավ այն երկիրը, որտեղ ծավալվեցին Եվրոպայի ամենամեծ կուսակցական եւ ընդհատակյա շարժումները։ Հայրենական մեծ պատերազմի հենց առաջին օրերին սկսվեց Բելարուսում գտնվող Բրեստ քաղաք ամրոցի հարձակումը։ Բրեստ քաղաքը խորհրդային միության կազմում ընդգրկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին 1939 թվականի սեպտեմբերի 22-ին։ Գերմանական ռմբակոծիչները թիրախավորեցին Բրեստը, որովհետև այստեղից էին անցնում երկաթուղային մայրուղիները, որոնք տանում էին Մինսկ եւ Մոսկվա։ Այդ իսկ պատճառով ամրոցը եւ Բրեստ քաղաքը հայտնվեցին ֆաշիստական բանակի կենտրոն խմբավորումների գլխավոր հարվածի տակ։ Չնայած գերմանական բանակը հանդիպել էր դիմակայության, սակայն առաջին իսկ օրերին ջրի եւ զինամթերքի պակաս կար։ Կռվի 5-րդ օրն էր։ Ահ, այդ ծարավը, մի բաժակ ջրի համար պատրաստ էինք նույնքան արյուն տալ, հիշում էր 84-րդ գնդի 5-րդ վաշտի դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ Սոս Նուրիջանյանը, որը հունիսի 22-ին հերթապահում էր զորանոցում։ Նուրիջանյանը հետագայում բարգեւատրվել է հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Ազատագրումից հետո ամրոցի պատերին հրաժեշտի գրառումներ էին։ Անանուն գրառումներից մեկը հետևյալ բովանդակությունն ուներ. Ես մահանում եմ, սակայն չեմ հանձնվում, մնաս բարով հայրենիք։ 27-րդ ամիս 1941 թվական։ Համակենտրոնացման ճամբարից փախուստի դիմաց ֆաշիզմի դեմ կռիվ տված հայազգի Սամվել Մաթևոսյանը տեսավ զնգի եկած ֆաշիստական Գերմանիան։ Նա ղեկավարելով գվարդիական գրոհային ջոկատը հասնում է Բերլին։ Բերլինում մեր Ռայխստագի պատին նա գրում է. «Ես Բրեստից եմ, Սամվել Մաթևոսյան»։ Սամվել Մաթևոսյանի մասին պատմել են նաև բելարուսցի մեր գործընկերները։ Именно по его приказу рано утром 22 июня, когда первый штурмовой отряд немецких 1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան, երբ գերմանական ավտոմատավորների առաջին գրոհային ջոկատը ներխուժեց կենտրոնական կայան, նա հակագրոհի հրաման տվեց։ Այդ գրոհային խումբը հետ շպրտվեց եւ ինչպես հիշում է Սամվել Մարտիրոսյանը, հրամանը տվեց գնդային կոմիսար Եֆիմ Ալեքսևիչ Ֆոմինը, եւ ես մարտիկներին առաջնորդեցի հակագրոհի։ Այդ ժամանակ նա վիրավորվել էր, գերի ընկել եւ տեղափոխվել գերմանական բանդեր ու ճամբարներ։ Ազատագրվելուց հետո վերադարձել է հայրենի տուն Երևան։ Նա տեղափոխվել է Ֆրանսիայի հարավային ճամբար, որտեղից արդեն 3-րդ անգամ փախուստ կատարելով միացել է դիմադրության շարժմանը, պարտիզանական ջոկատին։ Այնտեղ նա շարունակել է պայքարը թշնամու դեմ։ Պատերազմից հետո 1960-ականներին նա այցելել է թանգարան, որտեղ ներկայացրել է իր մարտական տարիների անձնական իրերը՝ գլխարկ, պաճկոն եւ պայուսակ։ Պաճկոնի վրա առկա է Ֆրանսիայի դիմադրության այդ տարածաշրջանի նշանը։ Հաջորդ ռազմական գործողությունը, որը Բելարուսի տարածքում մեկնարկեց մեծ պատերազմի սկզբից, այն Մինսկի ճակատամարտն էր։ 1941 թվականի հունիսի 28-ին նացիստական ստորաբաժանումները կոտրեցին խորհրդային զորքերի դիմակայությունը եւ գրավեցին քաղաքը։ Օկուպացիայի ժամանակ Մինսկում կազմակերպվեց գետո, տարբեր տվյալներով զոհվեց ավելի քան 400,000 մարդ, ավերվեցին բնակելի շենքերի մինչև 80%-ը, ավերվեցին գիտության եւ մշակույթի գրեթե բոլոր ձեռնարկությունները։
Բելարուսում մոտ 8 միլիոն բնակիչ եւ մոտ 900,000 խորհրդային ռազմագերի հայտնվել էր օկուպացիայի տակ, որը տևեց գրեթե 3 տարի։ Նացիստներն ընտրեցին ցեղասպանության եւ զանգվածային ահաբեկչության քաղաքականությունը որպես իրենց այսպես ասած նոր կարգը հաստատելու հիմնական միջոց։ Բելարուսի գրեթե բոլոր շրջաններում գործում էին համակենտրոնացման ճամբարներ, բանտեր եւ գետոներ։ Ընդհանուր առմամբ հանրապետության ներսում ստեղծվել է 260 մահվան ճամբար եւ 70 գետո։ Միայն Մինսկի մոտ գտնվող Տրոստենեց մահվան ճամբարում զոհվել է 206,000 մարդ։ Բելարուսի հրեական բնակչությունը եւ այլ եվրոպական երկրներից ներգաղթած հրեաները զանգվածաբար սպանվել են։ Զավթիչների դեմ կռվել են ավելի քան 374,000 պարտիզաններ։ Դաժան կոտորածի տխրահարճակ խորհրդանիշներ Խատինը։ Խատինը գտնվում էր Մինսկից 54 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ 1943 թվականի մարտի 22-ին նացիստները եւ նրանց կամակատարները Խատինի բոլոր բնակիչներին խցկել են մի մեծ կոլտնտեսության գոմում եւ ողջ այրել նրանց։ Հրդեհի հետևանքով զոհվել է 149 մարդ, այդ թվում 75 երեխա։ Խորհրդային տարիներին ըստ պաշտոնական վարկածի ցեղասպանության այս արարքի պատասխանատվությունը դրվում էր նացիստների վրա։ Վերջերս եղա հայրենական մեծ պատերազմի թանգարանում Մինսկի, որտեղ հետաքրքիր տեսարաններ կային գերմանացիների կողմից կազմակերպված բառացիորեն ցեղասպանության մասին, որտեղ նույնիսկ գյուղեր են վառել, պարտիզանական շարժման կենտրոններ են վառել եւ ըստ էության Բելարուս ժողովուրդը թե այդ Բագրատյան գործողության ընթացքում թե դրանից առաջ լուրջ մարդկային կորուստներ է կրել իր երկրի ազատագրման համար։ Մինսկի հարձակողական գործողությունը դարձավ 1944 թվականի բելարուսական ռազմավարական գործողության առանցքային փուլերից մեկը Բագրատյան ծածկանունով, որի նպատակներն էին գերմանական բանակի կենտրոնի ջախջախումը եւ Բելարուսի ազատագրումը ֆաշիստական զավթիչներից։ Բելարուսի ազատագրման համար մշակվեց Բագրատյան խորհրդանշական անունը կրող գործողությունը, որտեղ կարևոր դերակատարում ունեցել նաև հայ ազգի զինվորական այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Բաղրամյանը։ Բաղրամյանը, Ժուկովը, Կոնիևը հատուկ Բագրատյան ռազմական գործողության պլանը քննարկելու համար մեկնում են Մոսկվա։ Մոսկվայում բավական երկար քննարկում եւ հետաքրքիր որ խորհրդանշական հունիսի 22-ին սկսվում է 1944 թվականի հունիսի 22-ին ըստ էության պատերազմը սկսվելուց ուղիղ 3 տարի հետո։ Գործողությունն անվանվել է ի պատիվ ռուս լեգենդար հրամանատար 1812 թվականի հայրենական պատերազմի հերոս գեներալ Պյոտր Բագրատյոնի պատվին։ Գործողություններին մասնակցում էին առաջին Բալթյան ռազմաճակատը բանակի գեներալ Բաղրամյանի հրամանատարությամբ, երրորդ բելարուսական ռազմաճակատը գեներալ գնդապետ Չերնյախովսկու հրամանատարությամբ, երկրորդ բելարուսական ճակատը բանակի գեներալ Զախարովի եւ առաջին բելարուսական ճակատը Մարշալովսկու հրամանատարությամբ։ Խորհրդային միության մարշալներ Ժուկովը եւ Վասիլևսկին շտաբի կողմից նշանակվել են ճակատի գործողությունների համակարգողներ։ Բելարուսական ռազմավարական հարձակողական գործողության թատերաբեմում ճակատի երկարությունը կազմում էր 1110 կիլոմետր։ Հովհաննես Բաղրամյանն իր ուշերում գրում է. Մայիսի սկզբին ինձ կանչեցին Մոսկվա, որտեղ ինձ ընդունեց գեներալ Անտոնովը։ Չնայած չափազանց զբաղված լինելուն, ինչպես միշտ նա ջերմորեն ողջունեց ինձ եւ ներկայացրեց բելարուսական գործողության պլանի նախագիծը, որը, ինչպես նա նշեց այն ժամանակ 1944 թվականի գլխավոր հարձակողական գործողությունն էր, որը հետագայում ստացավ Բագրատյան ծածկանունը։ Մենք հեռացանք ոգեշնչված գալիք հարձակման վեհությունից, լցված բուռն ցանկությամբ, արագ սկսելու զորքերը պատրաստել հանուն Բելարուսի մեծ ճակատամարտի համար։ Дело в том, что операция «Багратион» Բագրատյան գործողությունը հայրենական մեծ պատերազմի եւ ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմի ամենագեղեցիկ ռազմական գործողությունն էր։ Այն առանձնանում էր ռազմական գործողությունների թատերաբեմ լինելով, ինչպես նաեւ ռազմական ծրագրի հմուտ կազմավորմամբ եւ դրա իրագործման ճշգրտությամբ։ Սակայն այս գործողությունը ոչ միայն հանգեցրեց Բելարուսի տարածքի 3/4-ի, Լիտվայի մեծ մասի եւ Լատվիայի մի մասի ազատագրմանը, այլև խորհրդային զորքերը հասցրեց մինչև Լեհաստան, ազատագրելով Լեհաստանի տարածքի 1/4-ը եւ այնուհետեւ Կարմիր բանակը հասավ մինչեւ արևելյան Պրուսիայում գտնվող սահմանները, սպառնալիք ստեղծելով այն երկրի նկատմամբ, որի տարածքից սկսվել էր պատերազմը։
Գործողության պլանավորումը սկսվել էր դեռևս 1944 թվականի գարնանը, երբ ավարտվել էին 1943-44 ձմեռային շրջանի վերջին մարտերը բելարուսական ճակատում։ Գործողության ծրագիրը նախատեսում էր գերմանական պաշտպանական արևելյան պատի դիրքերի վրա մի շարք կտրուկ հարվածներ, գերմանական զորքերի շրջափակում, մարտավարական եւ օպերատիվ պաշտպանական գոտում, այնուհետև հարվածի ուղղորդում դեպի Մինսկ, նպատակ ունենալով շրջափակել եւ ոչնչացնել հիմնական զորախմբերը։ Բագրատյան օպերացիայի արդյունքում, որը տևեց 1944 թվականի հունիսի 23-ից մինչև օգոստոսի 29-ը, Ռոկոսովսկու, Չերնյախովսկու, Զախարովի եւ Բաղրամյանի զորքերի 1.5 միլիոնանոց խումբը ջախջախեց գերմանական եւ հունգարական ստորաբաժանումներին, որոնք գրավում էին Բելարուսը եւ Ուկրաինայի մի մասը։ Բաղրամյանի Բալցյան առաջին ռազմաճակատի զորքերը ջախջախեցին թշնամու 6 դիվիզիա, մարտում առաջ շարժվեցին 180 կիլոմետր։ Նրանք ջախջախեցին Հիտլերի բանակային խմբավորման կենտրոնի ձախ թևը, իսկ հետո ազատագրեցին Լատվիայի եւ Լիտվայի տարածքից գալի մասերը, հասնելով Բալթիկ ծովի ափեր։ Բաղրամյանը Բագրատյան գործողության համար պարգևատրվել է Խորհրդային Միության հերոսի կոչումով։ Первоначально замысел операции не предусмотрел. Սկզբնական ծրագրով նախատեսված չէր հաջողությունը զարգացնել Մինսկից արևմուտք, սակայն այնուամենայնիվ մշակվել էին ընդհանուր պատկերացումներ հետագա հարձակման ընթացքի մասին։ Գործողությունը, որը սկսվել էր 1944 թվականի հունիսի 21-ին, Վիծեբսկի, Օրշայի, Բոբրույսկի եւ Մոգիլովի ուղղություններով ավարտվեց միայն 1944 թվականի օգոստոսի 29-ին, երբ խորհրդային զորքերը գրավեցին հենակետեր Վիսլա գետի մոտ Վարշավայի մատույցներում։ Այնուամենայնիվ այս գործողության շրջադարձային օրը համարվում է 1944 թվականի հուլիսի 4-ը։ 1944 թվականի հուլիսի 3-ին խորհրդային զորքերը ազատագրեցին Մինսկը, Բելարուսի խորհրդային հանրապետության մայրաքաղաքը, իսկ հուլիսի 4-ին արդեն տրվեցին նոր հրահանգներ գործողությունը զարգացնելու Վիլնյուսի, Բելոստոկի, Բրեստի եւ այլ ուղղություններով։ Ինչով էր հետաքրքիր Բաղրատյան գործողությունը։ Իրենք ըստ էության կարողացան, խորհրդային զորքերը կարողացան նաեւ թիկունքից որոշակի տեղաշարժ կազմակերպել գերմանական թիկունքից Բրեստի եւ Լվովի ուղղությամբ գործող գերմանական զորքերը տեղափոխվեցին դեպի հյուսիս Մինսկի ուղղությամբ եւ ըստ էության խորհրդային զորքերը ծուղակ պատրաստեցին եւ օգոստոսի սկզբին արդեն խորհրդային զորքերը գրավել էին, ազատագրել էին Մինսկը եւ միաժամանակ, քանի որ թիկունքը բաց էր մնացել, հնարավոր եղավ նաեւ լուրջ ռազմական գործողություններ իրականացնել հարավում Բրեստի եւ Լվովի ուղղությամբ։ Եվ Բաղրատյան գործողությունը, որը ավարտվեց օգոստոսի կեսերին, փայլուն հաղթանակ էր եւ դրանից հետո արդեն խորհրդային միության տարածքը ըստ էության ամբողջությամբ ազատագրվեց գերմանական զորքերից։ По большому счету Ընդհանուր առմամբ Բագրատյան գործողության արդյունքում հաջողվեց ոչնչացնել գերմանական մի ամբողջ բանակային խումբ։ Գերմանական ճակատում առաջացավ բատեղամաս, որի պատճառով անհրաժեշտ եղավ զորքեր տեղափոխել Արևմտյան Եվրոպայից անգլո-ամերիկյան դաշնակիցների դեմ ճակատից, ինչպես նաև Իտալիայից եւ Բալկաններից։ Իրականում այս գործողությունը մեծապես հեշտացրեց Ֆրանսիայի ազատագրումը։ Հարավ-արևմտյան ուղղությամբ կար կարևոր հաջողություն։ 1944 թվականի օգոստոսի 23-ին հարավ-արևմտյան ռազմավարական ուղղության զորքերի հարձակումը սկսվելուց հետո այն հանգեցրեց Ռումինիայի պատերազմից դուրս գալուն եւ Խորհրդային Միության կողմում պատերազմի մեջ ներգրավվելուն։ Բուլղարիայի ֆաշիստական ռեժիմի անկումից հետո մարտական գործողությունները տեղափոխվեցին Հարավսլավիայի տարածք եւ ի վերջո 1944 թվականի աշնան վերջում փլուզվեց նացիստական տիրապետության ամբողջ համակարգը Բալկաններում։ Այսինքն Բագրատյան գործողությունը հնարավորություն տվեց այս հրաշալի հաջողությանը հարավ-արևմտյան ռազմական տեսանկյունից։ Բելարուսի Բագրատյան ռազմավարական հարձակողական գործողության արդյունքում Կարմիր բանակի ուժերն առաջ են շարժվել դեպի արևմուտք ավելի քան 600 կիլոմետր։ Առաջին, երկրորդ եւ երրորդ բելարուսական ռազմաճակատների զորքերը առաջին Բալթյան ճակատի աջակցությամբ 1944 թվականի հունիսի 9-ից հուլիսի 4-ը իրականացրել են Մինսկի գործողությունը եւ հուլիսի 3-ին ազատագրել Բելարուսի մայրաքաղաքը։ Բագրատյան գործողության արդյունքը Բելարուսի արևելյան Լեհաստանի տարածքի մերձբալթյան երկրների մի մասի ազատագրումն էր եւ գերմանական բանակի կենտրոն խմբի գրեթե լիակատար ջախջախումը։ надо отметить, что в
первые же дни операции удалось. Հարկ է նշել, որ գործողության հենց առաջին օրերին հաջողվեց շրջափակել եւ ոչնչացնել Վիցեբսկում տեղակայված գերմանական զորքերի խմբավորումը, ինչպես նաեւ Օրշայի խմբավորումը։ Վերջիններս 1943-ից 44 թվականների ձմռանը համառ դիմադրություն էին ցուցաբերում։ Այս հաջողության ամբողջական վաստակն անկասկած պատկանում է առաջին Բալթյան ռազմաճակատի հրամանատար բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին։ Մոգիլովյան ուղությամբ կատարված հարձակումը եւս հաջողությամբ իրականացավ, որի արդյունքում Մոգիլով քաղաքը ազատագրվեց։ В Могилевском направлении, когда Могилев был освобожден стремительным броском, успешно развивалась Бобруйская операция, окружение. Բոբրույսկյան գործողությունն էլ զարգացավ շեշտակի գրողներով, շրջափակելով եւ ոչնչացնելով գերմանական 70,000-անոց զորամիավորումը։ Այս հիասքանչ արդյունքն արժանիորեն վերագրվում է բանակի գեներալ Կոստանտին Ռոկոսովսկուն, ով այս հաջողության համար արժանացավ խորհրդային միության մարշալի կոչմանը։ Ընդհանրապես գերմանական նահանջող զորքերի խմբավորման շրջափակումը Մինսկից արևել գտնվող անտառներում եւս հսկայական ձեռքբերում էր, որը հնարավոր դարձավ ճակատների գործողությունների համակարգող մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի արհեստավարժությամբ։ Ի վերջո խորհրդային ռազմական հրամանատարությունը եւ ռազմարվեստը ապացուցեցին իրենց գերազանցությունը հակառակորդի նկատմամբ։ Мог противопоставить противнику. Գործողության արդյունքում Կարմիր բանակի 1500 զինվոր արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման, 100 հազարավորները պարգևատրվել են խորհրդային միության շքանշաններով եւ մեդալներով։ Մինսկի դիմադրության պատմության ամենահիշարժան էջերից մեկը Բելարուսում Հիտլերի հովանավորյալ Գաուլեյթեր Վիլհելմ Գուբեի ոչնչացման գործողությունն էր։ 1943 թվականի սեպտեմբերի 22-ի գիշերը մահացու ականը պայթեց հենց Դահիճի անկողնում, ով ոչնչացրել էր 100 հազարավոր կյանքեր։ Տարիներ անց այս պատմությունը հիմք հանդիսացավ խորհրդային հայտնի ժամացույցը կանգ առավ կեսգիշերին ֆիլմի սյուժեի համար։ Այն առաջին ֆիլմն էր Մինսկի ընդհատակյա հերոսների մասին։ Ցավոք տարիները մեզնից բաժանում են հերոսամարտի վկաներին։ Պատմություն կերտողների շարքերը չափազանց նվազել է նաև Հայաստանում։ Բազմաթիվ հայեր են մասնակցել Բելարուսի ազատագրման մարտերին, ավելի քան 10,000-ը զոհվել են։ Նրանց անուններին կարելի է հանդիպել գրեթե բոլոր մարզկենտրոններում, Բելարուսի տարածքի 803 եղբայրական գերեզմաններում։ Շուրջ 1000 հայ է մասնակցել պարտիզանական շարժմանը, պարտիզանական 3 բրիգադ եւ 10 պարտիզանական ջոկատներ են եղել հայերի հրամանատարության տակ։ 101 հայ մասնակցել է Բրեստ ամրոցի պաշտպանությանը։ Բելարուսի ազատագրման համար 15 հայ խորհրդային միության հերոսի կոչում է ստացել։ Ցավոք, նրանք այլևս մեր ժամանակակիցը չեն, սակայն այս պատերազմը եղբայրական է եւ անկախ թե որ ճակատում էր պատերազմում մարդու մասնակցությունը, դա մեծ հաղթանակի համար էր։ Մեր այսօրվա հաղորդաշարում պատմության բերկրանքի, հաղթանակի եւ 1942 թվականին Մորից բաժանվելու ու ռազմաճակատ մեկնելու մասին է պատմել 101-ամյա Ներսես Սիմոնյանը։ 101-ամյա Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ Ջավախքի Հեշտյա գյուղում է ծնվել։ Պատանեկության բերկրանքն ավարտվել է պատերազմի մասին գույժով։ 9-րդ դասարանից ուղիղ զորակոչվել է բանակ։ Մեկ դարից ավելի կենսագրության մեջ Սիմոնյանը չի մոռանում, թե ինչպես դասընկերներով զորակոչվեցին պատերազմ։ Փայլուն եւ հաղթողներին հատուկ հպարտությամբ է հիշում, թե որտեղից սկսվեց եւ ուր տարավ իրեն պատերազմը։ Ես ժամանակ 9-րդ դասարանի աշակերտ էի ես։ Ուրեմն մոբիլիզացիայի ենթարկեցին 7 դասարանի 7 աշակերտներ միասին ուրեմն մոբիլիզացիայի ենթարկեցին 42 թվականի սեպտեմբերին մոբիլիզացիայի ենթարկվեցինք եւ զորակոչվեցինք Հյուսային Կովկաս 2 ամիս հետո արդեն մտնենք ռազմաճակատ հենց այո Նավրասիլսկի պաշտպանությանը ես երկար ժամանակ մնացի 42 թվականից աշտանից մինչև 43 թվականի ուրեմն վերջը։ Պատերազմի առաջին հարվածն ընկերների կորուստն էր, թեև տասնյակ տարիներ են անցել, սակայն ընկերների մահվան սարսուռը չի մոռանում, դա պատերազմի հետ իր առաջին առերեսումն էր։ Ծանր ժամանակաշրջան էր, այդ ժամանակաշրջանում ուրեմն մեր ընկերներից ուրեմն 4 հոգի զոհվեցին, 2 հոգի վիրավորվեցին, հետագայում իհարկե մեր ընկերներից մեկը միայն Բեռլին հասավ։ Իմ ընկերներից 4-ը, հատկապես մեկին ավելի շատ եմ ցավում, նա շատ ավելի խելացի տղա էր, ուրեմն զոհվածների մեջ դեր ես միշտ հիշում եմ, էլի նա հիմա էլ հիշում եմ, շատ ափսոս։ Չեմ մոռանա, երբեք չեմ մոռանա, մինչև հիմա էլ հիշում եմ այդ։ Այնպես որ կյանքի ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ։
Պատերազմի մի շարք ճակատներում մասնակցություն ունենալուց հետո Սիմոնյանը հասել է մինչև Ղրիմ, մասնակցել է Ղրիմի ազատագրմանը եւ այդտեղ էլ վիրավորվել է։ Ասում է, երբեմն հիշում է գեղեցկադեմ բուժքրոջը, ով իրեն հայտնաբերել էր վիրավորների ու անկենթանների շարքերից։ Նավրասից կազմակերպեցինք 43 թվականի ուրեմն դեկտեմբերի վերջին նոր տեղափոխեցին մեզ դեպի հյուսիս, դեպի Ղրիմ։ Հենց մեր բանակը նաև հայկական դիվիզիան նույնպես մասնակցեցին Ղրիմի ազատագրմանը։ Հենց Ղրիմի ազատագրման ժամանակ էլ ես ծանր վիրավորվել եմ։ Ներսես Սիմոնյանը մեծ հպարտությամբ է հիշում իր հոր ազատագրումը գերությունից, ասում է, հասարակ մարդ չի փրկել հոր կյանքը, այլ Վազգեն առաջին վեհափառը, Հայաստանի ազգային հերոսը, ով Ռումինիայում հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի կազմում էր, այնուհետև նաև Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը։ Հայրոզատի հայրստուն մեծ բանակ էր, մեր զինվորների մեծ մասը ուրեմն քերի են եկել։ Դրանց ու նաև հայրս սովետական բանակ ազատագրեց Բուխարեստ ազատագրից հետո նոր իմացան թե հայ քերիներ են դրանք, մի մասին ուրեմն բախտ վիճակվեց ուրեմն ուղարկեցին դեպի ինչ են արևելք աշխատելու համար, հորս բախտ է վիճակվեց դու վերադառնալու։ Ուրեմն Վազգենը մեծ դեր է կատարել այդքան հայ փրկելու համար։ Այն ժամանակ միայն մի բան կար, գնում ենք պատերազմ միայն հաղթելու, որովհետև փրկությունը միայն դրա մեր հաղթելու մեջ էր, որովհետև եթե ուրեմն Ռուսաստանի պարտություն լիներ, թուրքերը հարձակումը մեր վրա սպասվում էր, ամեն րոպե սպասվում էր։ Երբ Ստալինգրադի տակ մեր սովետական բանակը հաղթանակը տարավ, թուրքերը արդեն նոր սկսեցին ետ քաշվել։ 101 տարեկան հասակում ներկայացնում է հետաքրքիր վիճակագրություն հայրենի համայնքի վերաբերյալ, արձանագրում է միայն իրենց ընտանիքին է բախտ վիճակվել, որ ռազմի դաշտից տուն են վերադարձել հայր ու որդի։ Մեր հյուղից բանակ են գնացել 680 հոգի, 680 հոգի, որից 213 հոգի զոհվել են, 16 հոգի գնացել են հերու տղա, 16 հոգի հերու տղա, 16-ի հայրու տղայից 10-ի հայրերը վերադարձել են, տղաներ չեն եկել։ 3-ը ոչ հայրն է վերադարձել, ոչ տղան։ Միայն 2-ի հայրերը չեն եկել, տղաներ են եկել։ Հետո մենակ ես ու հայրն ենք մնացել, 16-ից ես ու հայրս մնացել ենք։ Ես հիշում եմ մայրս լացով որ ճանապարհ են տնում, բայց այնուամենայնիվ լացում էին, թե գիտես ինչ, գիտես որ ուղարկում են, գիտես թե նաև չես կա նաև։ Դրա համար մեր հետ 7 հոգի տասարանցիներից 4-ը զոհվեցին, 3-ը մնացին կենտանի։ Ներսես Սիմոնյանը պատերազմից հետո վերադարձել է տուն։ Իր գործընկեր մանկավարժի հետ ընտանիք է կազմել։ 46 տարի գյուղի դպրոցում մանկավարժ է եղել, որից 24-ը գյուղի դպրոցի տնօրենը։ Վրաստանի վաստակավոր մանկավարժ է։ 1992 թվականին տեղափոխվել է Երևան, ուսում ստացող եւ աշխատող երեխաների մոտ։ Մինչ օրս նրան այցելում են արդեն մեծ մարդ դարձած իր աշակերտները, ասում է, հարգանքի պակաս չունի։ Երևանում մեծ գերդաստանն էլ արդեն նրա հպարտությունն է։ Համալսարան ավարտելուց հետո դպրոցի դիրեկտոր եմ աշխատի։ 24 տարի դպրոցի 46 տարի ուսուցիչ եմ աշխատել, որի 24 տարի դպրոցի դիրեկտոր եմ աշխատի։ Ստացել եմ մասնակավոր ուսուցիչ կոչում, Վրաստանի Հանրապետության մասնակավոր ուսուցիչ կոչում եմ ստացել։ Ներսես Սիմոնյանը հիշում է, քարքարոտ է եղել իր կյանքի ճանապարհը, չափազանց շատ պատմական իրավիճակների ականատեսն ու մասնակիցն է եղել։ Բացի այդ, ընտանիքում եւս կորուստներ են եղել, բայց ձեռքբերումները եւս սակավ չեն։ Բացառիկ երջանիկ մարդ է համարում իրեն այն առումով, որ պատերազմի բովից անցել ու հասել է այսօրվան, երբ գրկում է իրենից 100 տարի փոքր ծառին եւ ցանկանում է, որ նա խաղաղության մեջ ապրի։ Երեխան ուղիղ 100 տարի է ես եմ եղել նոր ծնված։ 100 տարի եւ նոր ծնված։ Այդպես տարբերություն կա։ Մեր աշխարհը ուրեմն խաղաղությամբ ապրի եւ հիգնել երեխաներ կյանքի օրենք ունենա։ Վերադառնալով Բելարուսի հերոսական պատմությանը, պետք է նշել, որ չնայած ժողովրդի հերոսական դիմադրությանը, Բելարուսը, որը կանգնեց Գերմանիայի նացիստական բանակի ճանապարհին, պատմության ընթացքում անդառնալի կորուստներ կրեց։ Բելարուսի ժողովուրդը դժվարին խնդիրների առաջ կանգնեց այն բանից հետո, երբ հակառակորդը դուրս մղվեց հանրապետությունից։ Տնտեսությունն ու սոցիալ-մշակութային ոլորտը պետք էր փրկել ավերակներից։
Բելարուսական հողի վրա գտնվող քաղաքների մեծ մասը թալանվել եւ ավերվել էին։ Նացիստները Բելարուսում ավելի քան 180 պատժիչ գործողություն էին իրականացրել, ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելով առնվազն 12348 բնակավայր։ Նացիստներից ազատագրման պահին Բելարուսի մարզերում մնաց նախապատերազմյան ձեռնարկությունների միայն 15%-ը եւ քաղաքների ու մարզկենտրոնների բնակարանային ֆոնդի ընդամենը 26%-ը։ Օգտվելով Խորհրդային Միության այլ շրջաններից ստացված նյութական, ֆինանսական եւ կադրային օգնությունից արդեն 1943, 44 եւ 45 թվականներին Բելարուսի բնակիչներն առաջին քայլերն արեցին քաղաքները, արդյունաբերությունը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը վերականգնելու համար։ Բելարուսի ժողովուրդը միշտ է հարգել նրանց հիշատակը, ովքեր սեփական կյանքի գնով պաշտպանել են հայրենիքի ազատությունն ու անկախությունը։ Բելարուսի գրեթե բոլոր քաղաքներում կանգնեցվել են մեծ հայրենական պատերազմի ժամանակ խորհրդային զինվորների եւ պարտիզանների սխրագործությունների, ինչպես նաեւ նացիզմի զոհերի հիշատակի նվիրված հուշարձաններ եւ հուշահամալիրներ։ Բելարուսական հողի վրա հավերժական կրակը վառվում է բազմաթիվ հուշարձանների կողքին։ Հուշարձանները Բելարուս ժողովրդին ոչ միայն հիշեցնում են ժողովրդի սխրանքի մեծությունը, այլև դարձել են բելարուսական հասարակության հոգևոր կյանքի մի մասը, երկրի պատմական կերպարը եւ կարևոր դեր են խաղում ազգային գիտակցության եւ համամարտկային արժեքների ձևավորման գործում։ Բելարուսի ժողովուրդը հպարտանում է իր հայրենակիցների խիզախություններով, նաեւ բոլոր նրանց է գնահատում, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Բելարուսի ազատության։ Այդ եղբայրությունը կնքվել է արյամբ եւ դա անջնջելի է։